Օրինակ չի կարող ընդդիմադիր ուժ լինել եւ անդադ չհայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը սուտասան է, որովհետեւ 21 թվականի ծրագրում այդ թվում գրեց Արցախի եւ արցախցիների իրավունքների պաշտպանություն, անվտանգության ապահովում եւ այլն, բայց ինքը հետո հանձնեց Արցախը, սուտ ասեց եւ հանձնեց։ Հիմա խոսում է Հայաստանի մասին, նորից ստում է, որ Հայաստանը հանձնի։ Եթե մենք պետք է մոռանանք Արցախի մասին խոսելի, եթե մենք պետք է մոռանանք, որ Արցախը հայկական է եւ վերջ, Արևմտյան Հայաստանը հայկական է եւ վերջ։ Մենք ընդհանրապես ուրիշ տեղ ենք հասել, բան Սարգսյան, ախր ինչ Արևմտյան Հայաստան, ինչ Արցախ, Արցախում Ստեփանակերտի մայր տաճարը քանդում են եւ այսօրվա իշխանությունը ասում է դա Ադրբեջանի ներքին գործն է, իրանք իրենց տարածքում ինչ որ բան են քանդում։ Որևէ հակադարձում չկա, սա արդեն սխալ է, վերջ։ Ինչ պետք է ասվեր։ Եվ սա ինչ պետք է ասվեր մեկ եւ սա ինչի ցուցիչ է։ Մենք այլևս այս իշխանության դեմքով հայտնվել ենք Ադրբեջանի գերիշխանության ներքո, որ արդեն դե հիմա սուվերենը քանդել է իր տարածքում ինչ կուզի կանի։ Քանի որ ապրիլի 24-ից ընդամենը մի քանի օր է անցել, այսա ցեղասպանության ուրացման շարունակությունն է։ Եթե Ստեփանակերտում առաջնորդանից եկեղեցին կարող են խոնարել եւ դրանից հետո մենք մեր ինքնության պաշտպանման, մշակութային ժառանգության դերկանման գործողություններ չենք ձեռնարկում, իշխանության ներկայացնել լեկտիաբար եթերում հայտարարում է, որ իր սովերեն տարածքում է ինչ ուզի կարող է իրականացնել, ապա մենք ինչ ընտրապայքարի մասին ենք այլևս խոսում։